մարդիկ մեդիտացիա անում են ինչ որ բան ունենալու համար, օրինակ գումար ունենալու, առողջություն ունենալու։ Աղոթքը խնդրելու համար չէ, աղոթքը շնորհակալության համար է։ Մարդիկ քեն է պահում, քեն պահող մարդիկ կան, չէ՞, վնասվում են իրենց երիկամները։ Մեդիտացիա փողի համար, մեդիտացիա զույգը գտնելու համար, հա։ Ինչ է տալիս մարդուն շնորհակալ լինելը։ Մարդեակ ինքը մեղավոր չէ, մարդեակ ուղղակի չի հասկանում ու չի գիտակցում։ Ինչպես բաց թողնել այդ մեղքը։ Մենք ամբողջական համակարգ ենք, մենք տիեզերական էակ ենք։ Ամենահեշտ պարտքը երևի փողի պարտքն է։ Գոնեք աշխատես կտաս։ Կացած միտք, հետո ինչ որ ձևով մեզ է վերադառնում։ Այդ անգամ մարդը չի կարող ասել հայր մեր, որ երկինս ես, նա կարող է աղոթել իր բառերով։ Մենք այն ենք, ինչ մենք մտածում ենք։ Նաև ես իմ սաներին խորհուրդ եմ տալիս մի շատ հետաքրքիր պրակտիկա։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Այստեղ կգտնեք նաև Դուբայի հայտնի շոկոլադներից։ Հասցեներ Վաղարշյան 18 և Կոմիտասի 60 կոտորակ 2։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։ Այսօրվա իմ դիմահարդարման եւ վարսահարդարման համար շնորհակալ եմ Շողաբյութիին։ Ողջույն, այսօր կյանքի ճանապարհին յոգայի ուսուցիչ նատուրոպաթ Նարինե Բաղդասարյանի հետ ենք, բարև ձեզ։ Ողջույն։ Նարինե, որ տարիքում եւ ինչ իրադարձությունից հետո որոշեցիք յոգայով զբաղվել։ Շատ հետաքրքիր է պատմությունը, կուզենայի կիսվել ձեզ հետ սիրով։ Հայրիկս է հիմք դրել առանց յոգայի հետ որևիցե կապ ունենալու, անկեղծ ասած, այդ սերը իմ հայրիկից է։ Ոնց որ հայրիկս է պատճառ դարձել, որ ես կանգնեմ յոգայի ճանապարհին, եւ պատճառը եղել է մի շատ հետաքրքիր փոքրիկ գրքույկ։ Հայրիկս ինձ շատ գրքեր էր նվիրում բարբերաբար եւ այդ անգամ ուղղակի երևի ինքը չէր նայել դա ինչ գիրք է։ Եվ այդ գիրքը նվիրեց ինձ գրքի վրա մի թռչուն էր նկարած, ճակատին խալ եւ գրած էր Բուդդահան թռչունի հեքիաթը, պատմությունը։ Դա ես դպրոցական էի, հետաքրքիր էր ինձ այդ ինչ թռչուն է, ես սկսեցի ընթերցել։ Ես ուզում եմ շատ հակիրճ փորձեմ հակիրճ ներկայացնել էությունը, հա, այդ պատմվածքի։ Մի երեխա կորչում է անտառում, կորցնում է ծնողներին եւ այդ հրաշք անտառում ապրում է մի հրաշք թռչուն ծառի վրա, անունը Բուդդահան թռչուն։ Եվ երեխան մի քանի օր շարունակ սնվում է այդ անտառի բարիքներով, հատապտուղներով, եւ այդ տարածքի հատապտուղները ի վերջո եւ մրգերը վերջանում են, երեխան մնում է քաղցած, եւ քանի որ լինում է փոքրիկ եւ չի կարողանում գնա ուտելիք հայթայթի իր համար, մնում է այդ տարածքում եւ սովից սկսում է լաց լինել։ Եվ լուցկի է լինում իր մոտ, կրակ է վառում, եւ այդ կրակը վառում է հենց այն ծառի տակ, որտեղ կանգնած է Բուդդահան թռչունը, հենց այդ ճյուղի տակ, որտեղ նա կանգնած է, եւ սկսում է լաց լինել, ասում է ես սովից մահանալու եմ, ես այլևս ոչինչ չունեմ ուտելու, ես մրսում եմ, ես քաղցած եմ, եւ Բուդդահան թռչունը նայում է եւ շատ բան է հասկանում, եւ ինչ է անում Բուդդահան թռչունը, 3 անգամ երգում է օմ, օմը Աստծո խորհրդանիշն է հնդիկների մոտ, 3 անգամ երգում է օմ եւ իր մարմինը նետում է խարույկի մեջ։ Փրկելու երեխայի կյանքը, որպեսզի երեխան ուտի իր մարմինը։ Իհարկե այդ տարիքում շատ ֆանտաստիկ ազդեցություն ունեցավ այդ պատմվածքը ինձ վրա։ Երևի մի 2-3 ամիս ես այդ մտորումների մեջ եմ եղել եւ այդ օրվանից ես փնտրել եմ այդ թռչունին, նրա սերը, նրա հոգին եւ նրա նվիրումը։ Եվ շատ հետո, տարիներ հետո, երբ որ ես սկսեցի յոգայով զբաղվել, ես հասկացա Քրիստոս ուսուցչի եւ Աստծո զավակի զոհաբերության խորը իմաստը, թե ինչքան սեր ու ինչքան կարևոր գաղափար էր դրված այդ ամեն ինչի մեջ, եւ տարազուգահեռներ եւ ավելի խորությամբ ընկալեցի հոգեվոր կյանքի ճշմարտությունը, խորությունը։ Շատ հետաքրքիր բան ասացիք։ Յոգա, շարունակեցիք յոգայով ու գտաք հոգեվոր կյանքի Քրիստոսի զոհաբերության խորությունը եւ հասկացաք ու ընկալեցիք, ինչու հնարավոր չէր այդ ամենը գտնել եկեղեցու միջոցով, այսինքն դասական տարբերակով։ Ամենայն հարգանքով բոլոր
եկեղեցականների եւ մեր կրոնի հանդեպ ուզում եմ ասել, որ ինձ հուզող հարցերի պատասխանները ես չեմ ստացել եկեղեցականների կողմից, որովհետեւ ինչ որ դեպք է եղել իմ կյանքում, իմ հարազատներից մեկի հետ կապված 6 տարեկան տղա ունեին, մահացավ այդ տղան ավտովթարից, եւ ես ոչ մի կերպ չէի կարողանում այդ հարցի պատասխանը գտնեմ, ինչու մահացավ այդ երեխան, ով էր մեղավոր, դա ծնողների մեղավորություններ, դա երեխայի մեղավորություններ, ինձ համար անտրամաբանական էին բոլոր այն պատասխանները, որոնք ես լսում էի տարբեր մարդկանց կողմից, ինձ այդ հարցի պատասխանը տվեց յոգան եւ ոչ միայն այդ հարցի, իմ կյանքի բոլոր հարցերի պատասխանները ես գտել եմ այդ ճանապարհի մեջ, իմ կարծիքով յուրաքանչյուր ոգ, յուրաքանչյուր հոգի գտնում է հենց այն հոգեվոր ճանապարհը, որը մոտ է իր էությանը, իր հոգեվոր մակարդակին, իր աշխարհընկալմանը, ըստ իս յոգան ինձ էր հոգեհարազատ եւ ես հենց Քրիստոս ուսուցչին հասկացել եմ հենց յոգայի միջոցով, որքան էլ կներեք բարի համար абսուրդային է հնչում դա շատերի համար, այսպես հաճախ ինձ քննադատում են եւ այլն, որ ես քրիստոնյա չեմ, ես միշտ հարցնում եմ, ասացեք, խնդրեմ, որոնք են ձեր քրիստոնյա լինելու չափանիշները, եւ ես կասեմ, ես քրիստոնյա եմ, թե ոչ, ես ունեմ իմ չափանիշները։ Եվ ես Աստծուն սիրել բոլորովին այլ կերպ եմ հասկանում։ Աստծուն սիրել ինձ համար եկեղեցի հաճախելը չի, պարտաճանաչ ամեն կիրակի մոմ վառելը չի։ Ինձ համար մորս, հորս հանդեպ սերն է Աստծո սերը, իմ զավակին սիրելն է Աստծո սերը, մարդկանց նաև անշահախնդիր ծառայելը, նրանց ինչ որ լավ բան տալը, կենդանիներին սիրելը, բնությունը սիրելը, սրտով, հոգով ապրելը, այնքան լայնածավալ է այդ ամենը, որ կարելի է անվերջ խոսել։ Իսկ յոգան ինչ է։ Յոգան ճանապարհ, լույսի եւս մեկ ճանապարհ, ինչպես նշեցի, ճանապարհները շատ տարբեր են եւ չկա ինձ համար ճիշտ եւ սխալ ճանապարհ, անգամ ասում են աղանդը սխալ է, չէ՞, ես ոչ թե հիմա պիտի ասեմ, որ աղանդը ճիշտ է կամ սխալ է, ես գնահատականներ չեմ տալիս, իմ կյանքում եկավ մի ժամանակահատված, երբ որ ես դադարեցի գնահատականներ տալ իրադարձություններին եւ երևույթներին, որովհետեւ հասկացա, որ յուրաքանչյուր մարդու հոգի ինքն է առաջ գնում եւ ընտրում իր ճանապարհը եւ յուրաքանչյուր մարդ քաղում է իր դասերը այս կյանքում եւ յոգան նույնպես լույսի մի ճանապարհ է, որի միջոցով մարդիկ գնում են դեպի կատարելություն եւ գնում են դեպի իրենց։ Ես յոգայի միջոցով հայտնաբերել եմ ինձ, որի համար ես անչափ երջանիկ եմ եւ ինձ թվում է հրաշալի ճանապարհ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր նաեւ նախընտրում են առողջ ապրելակերպ եւ իմ կարծիքով բոլոր կրոնները, այո, կրոնի մեջ էլ կա ճշմարտություն, բայց ինձ համար դոգմա չի կրոնը, որովհետեւ ի վերջո, երբ որ մի հոգեվոր երևույթ կամ ինչ որ մի հոգեվոր ճանապարհ մյուսի վրա քար է գցում կամ ցեխի մեջ է գցում, անունը իջացնում, ասում, այ սա սատանա է, մենք լուսավոր ենք, ես դրա մեջ բացասական երևույթներ եմ տեսնում, շահ եմ տեսնում եւ շատ տարբեր բաներ։ Եթե դու հոգեվոր ես, եթե դու քո ներսում լույս ես կրում եւ սեր ես կրում, դու ոչ մեկին չես դատում եւ թույլ ես տալիս, որ մարդը գնա իր ճանապարհով, որովհետեւ անգամ սեկտան, այն որ ես նշեցի, հա, աղանդները օրինակ, հա, նույն աղանդավոր մարդը, որին պիտակավորում են մյուսները, այդ մարդու հոգեվոր գիտակցական մակարդակը ձգում է միայն աղանդի։ Նա չի կարող այլ բան ընտրել։ Դա իր ճանապարհն է։ Դա իր ապրումներն են։ Նա պիտի այդ ճանապարհին ապրի, մաքարի, միգուցե հասկանա ճիշտը, սխալը, ընկնի, վեր կենա, հետո նոր գտնի մեկ այլ ճանապարհ։ Եվ ես կարծում եմ բոլոր ճանապարհները, որ մարդուն սովորեցնում են, ինչ որ լավ բան Աստծուց են եւ լույսից են։ Քանի որ մեզանում նորություն է, լավ ուսումնասիրված չէ, լավ չկան նկարագրությունները ու մարդկանց համար հիմնականում անհասկանալի են։ Ինչ են մեդիտացիաները եւ արդյոք մեդիտացիա անում են ինչ որ բան ունենալու համար, օրինակ գումար ունենալու, առողջություն ունենալու, պետք է նպատակ սահմանել ու մեդիտացիա անել։ Այնպես ինչպես աղոթքը, երբ որ մենք աղոթում ենք, մարդը գալիս է ժամանակի ընթացքում իր հոգևոր զարգացման մեջ, հասնում է այն կետին, որ զգում է, որ աղոթքը խնդրելու համար չէ, աղոթքը շնորհակալության համար է։ Եվ աղոթքը դա խոսք չի, աղոթքը դա զգացողություն է, այնպես ինչպես ներողություն բառը։ Հաճախ մենք դիմացինից ներողություն ենք խնդրում ինչ-որ վատ բան անելու համար, որովհետև դաստիարակված մարդիկ ենք, մեր ծնողները մեզ դաստիարակել են, որ պետք է խնդրել ներողություն, բայց այդ ներողությունը մենք սրտով եւ հոգով չենք կարողանում զգալ, ապրել,
Դրա համար մենք չենք բժշկվում, երբ որ ասում ենք ներողություն, բայց երբ որ մենք զգում ենք ներողություն, անգամ այդ բառը երբ որ մենք չենք ասում, մեր հոգին սկսում է մաքրվել, Որովհետև ինքներս մեզ ենք ներում նաև։ Այո, իսկ ինչ վերաբերում է մեդիտացիային, շատերը մեդիտացիան համարում են սատանայություն, ինչ որ վատ բաներ, սատանայական ուժերի հետ առնչվելու միջոց։ Աղոթքը զրույց է Աստծո հետ ինձ համար համենայն դեպս։ Ես իմ տեսանկյունն եմ ներկայացնում։ Աղոթքը զրույց է Աստծո հետ։ Դա լինի մտքում, դա լինի ոչ մտքում, երբ որ դու երկխոսում ես եւ ինչ որ բան ես ասում, ինչ որ բան ես խոստովանում։ Մեդիտացիան լռություն է Աստծո լույսի մեջ, բացարձակ խաղաղություն, չկա բողոք, չկա խնդրանք, չկա այլևս ոչինչ, քեզ համար շատ բաներ պարզ է, շատ բաներ հասկանալի է եւ դու այնքան խաղաղ ես, որ դու կարողանում ես աչքերդ փակել եւ ուղղակի շնորհակալ լինել բարձրագույնին, բարձրյալին, որ քեզ արարել է, որ արարել է քեզ աշխարհը, քո սիրտը, քո հոգին ամենը, այն ամենը, ինչ որ դու զգում ես ու երջանիկ ես դրանով։ Խոսեցիք շնորհակալության մասին, ինչ է տալիս մարդուն շնորհակալ լինելը։ Շնորհակալ լինելը մարդուն բժշկում է, եթե իրական շնորհակալության զգացողությունը այնպես ինչպես զղջման զգացողությունը, այնպես ինչպես մեղքերը, որ ասում են պետք է մեղքերը ների Աստված, միջև մենք չգիտակցենք մեր մեղքերը, չնայած մեղք բառը ես այդքան էլ չեմ ընդունում, որովհետև մեղք բառի մեջ ես մեղադրանք եմ տեսնում մարդեյակի հանդեպ, որովհետև մարդեյակը ինքը մեղավոր չէ, մարդեյակը ուղղակի չի հասկանում ու չի գիտակցում։ Ոչ թե պետք է մեղադրել մարդուն, իմ կարծիքով նրան պետք է տալ հոգևոր լավ կրթություն, եւ մարդը այլևս չի անի բացասական ինչ-որ բան, ոչ թե նրան անդադ ասել մեղավոր ես։ Ինչը մեզ տալիս շնորհակալության զգացումը։ Շնորհակալության զգացումը բժշկում է մարդուն։ Շատ տարբեր մարդիկ են հաճախում յոգայի, շատ սաներ կան, որ գալիս են, սկսում են ճիշտ սնվել, ջուրը շատ խմել եւ այլն, բայց երբ որ այդ շնորհակալության զգացումը չի ծնվում մարդու սրտում, նա միայն գազարի հյութով կամ շատ ջուր խմելով չի կարող բժշկվել, որովհետեւ մենք բժշկվում ենք ամբողջությամբ, որովհետև խնդիրները միայն մեր մարմնում չեն, խնդիրները մեր մտքերում են, մեր սրտում են, մեր հոգու մեջ են, եւ մենք ամբողջական համակարգ ենք, մենք տիեզերական էակ ենք, եւ բազմակողմանի է պետք մոտենալ մարդուն, որ նա կարողանա բժշկել ինքը իրեն։ Հիմնականում ներսի խնդիրներն են առաջացնում մարմնում խնդիրներ։ Հիմնականում այո, լինում է նաև հակառակը, երբ որ մարմնի խնդիրներն են առաջացնում էներգետիկ խնդիրներ, օրինակ, երբ որ մենք շատ վատ ենք սնվում, երբ որ տարբեր բացասական կերպ ենք մեզ պահում, բնականաբար առաջանում է նաև այդ ուղղությունը համարմից դեպի էներգետիկ դաշտ, բայց ավելի հաճախ էներգետիկ դաշտից դեպի մարմին, որովհետև հիվանդությունները, օրինակ մարդ կա, որ ինքը իրան վատ ազգում, ֆիզիկական պլանում էլ վատ ազգում, գնում է հետազոտության, իրան ասում են դուք շատ լավ եք, ձեր ոչ մի օրգանը չի տուժել, ձեր արյան անալիզները շատ ճիշտ են պատասխանել, դուք անհոգ գնացեք ապրեք, բայց մարդը ունի ներքին զգացողություն, որ իր հետ մի բան այն չէ։ Արդեն էներգետիկ դաշտում ներդրվել են հիվանդությունները, դա կարող է լինել 1 տարի հետո, որ իջնի դեպի ֆիզիկական մարմին, դա կարող է լինել 1 ամիս հետո կամ տարիներ անց, բայց այդպես է։ Էներգետիկ դաշտում հիվանդությունները ներդրվում են ինչի հետևանքով։ Մտքերի, բացառապես մտքերի, զգացողությունների, որովհետև մտքերը լինում են ինչպես լուսավոր, այնպես էլ արատավոր։ Եվ եթե մարդը սկսում է մտածել լուսավոր, ոչ ինքնախաբեության արդյունքում իհարկե, հասկանալով շատ բաներ, սկսում է մտածել լուսավոր, պոզիտիվ, նա կարողանում է ընդունել իր ճակատագիրը այնպես ինչպես կա, որովհետև ի վերջո այդ ճակատագիրը հենց ինքն է ստեղծել իր խոսքերով, մտքերով եւ արարքներով։ Մենք այն ենք, ինչ մենք մտածում ենք։ Եվ մեր բնավորությունը այն է, ինչ մենք մտածում ենք։ Այսինքն նույնիսկ մարդու բնավորությունը կարող է փոխվել, երբ նա շտկում է իր մտքերի ընթացքը։ Իսկ մտքերի ընթացքը շտկելու համար նախ պիտի մարդը կարողանա դիտարկել այդ մտքերը կողքից, դիտարկել իր մտքերը, օբյեկտիվ գնահատական տալ այդ մտքերի ընթացքին, որից հետո նոր կարողանում է նա կառավարման որոշակի process-ների տիրապետել, որովհետև մտքին կառավարելը, միտքը կառավարելը ամենադժվար երևույթն է, եւ յոգայի հիմնական նպատակներից մեկը հենց այդ է։ Երբ դու կարողանում ես կառավարել քո մտքերը, էմոցիաները, միտքն էլ է, ի վերջո էմոցիան էլ է միտք։ Ուղղակի էմոցիաները ավելի գունավոր մտքեր են,
միտքը գավաթի մասին։ Մենք խոսում ենք, ասում եմ, ես սա գավաթ է, ինչ որ էմոցիա չեմ դնում դրա մեջ։ Դրա հետ աշխատելը շատ ավելի հեշտ է, բայց երբ որ ես սիրում եմ այս գավաթը շատ, երբ որ շատ թանկ է այս գավաթը ինձ համար կամ այս մարդը, բնականաբար այդ մտքերը, որոնք զգացմունքներով են պատված, շատ դժվար է կառավարել։ Ու յոգան հենց այն ճանապարհն է, որը մեզ թույլ է տալիս գերգիտակցել մեր մտքերի մակարդակը, որակը եւ կառավարել դրանք։ Բայց տեսեք, ասացիք շտկելը, ենթադրենք մարդը կամ չունի հնարավորություն կամ չի ցանկանում գնալ յոգայով զբաղվել։ Գիտակցում է, որ ինքը ունի, դիտարկում է, ինչպես դուք ասացիք, ինքը ունի օրվա ընթացքում բավականին մեծ թվով բացասական մտքեր, նեգատիվ մտքեր եւ ինչպես շտկի։ Գիտակցելը եկանք երկրորդ փուլը, գիտակցումը կա, բայց շտկումը ինչպես տեղի ունենա, որովհետև մենք ունենք նաև բազմաթիվ ավտոմատացված մտքեր, որոնք տարիների ընթացքում արդեն տարիները մեզ հետ են։ Ես համամիտ եմ։ Ես համարում եմ, որ այդ պահով ամենազորավոր բանը աղոթքն է։ Երբ որ մարդը աղոթում է անգամ այն մտքերը, որ գալիս են եւ մտնում են մարդու ուղեղի մեջ, մարդիկ կան գալիս են ասում են օրինակ ինձ սատանայական մտքեր են ուղեկցում, ես ինքնասպանության մասին եմ մտածում, օրվա ընթացքում շատ բացասական ինչ որ այսպես բաներ եմ մտածում, երբ որ այդ բացասական մտքերի գալու պահին մենք կարողանում ենք մեզ այնտեղից կտրել եւ վերադառնալ դեպի Աստված եւ աղոթք։ Աղոթեք այն, ինչ դուք ուզում եք, այն, ինչ դուք կարող եք։ Եթե անգամ մարդը չի կարող ասել հայր մեր, որ երկինս ես, նա կարող է աղոթել իր բառերով։ Իմ կարծիքով աղոթքի մեջ պարտադրված ոչինչ չկա։ Ես կարող եմ ուղղակի գնալ մի սրբավայր եւ ասել Տեր, ես շնորհակալ եմ ուղղակի։ Ես շնորհակալ եմ, եկել եմ իմ շնորհակալությունը հայտնեմ։ Չնայած ամենտեղ դու կարող ես այդ շնորհակալությունը հայտնել, բայց եկեղեցիները, սրբավայրերը եւ սրբապատկերները մարդկանց հոգեվորը դաստիարակելու համար են, որովհետեւ մարդը հաճախ չի կարողանում բարձրագույն այդ աստվածային լույսի հետ անմիջականորեն կապ հաստատի եւ սրբապատկերը միջոց է, սրբավայր գնալը միջոց է, մեր երեխաների մեջ այդ սերը դաստիարակելու միջոց է, որ երեխան գիտի, որ սա սրբապատկերը չի կարելի այստեղ վատ բան անել, գոնե այստեղ պետք է քեզ ճիշտ պահես, լավ պահես։ Խոսեցինք նաեւ մեղքերի մասին։ Այո։ Մեղք հասկացողության մասին։ Այ ինչ է մեղքը եւ մարդիկ շատ հաճախ տարիներով ինչ որ բան են արել, հնարավոր է դա իրականում իսկապես վատ բան է եղել, բայց տարիներով իրենց մեղադրում են, իրենց տանջում են, ինչպես բաց թողնել այդ մեղքը եւ ինչպես անցնել այդ փուլը։ Բաց թողնելու process-ը դա ճանապարհ է, որը մարդը անցնում է ուղղակի հոգեվոր երևի ճանապարհ է պետք անցնել, որպեսզի մարդը կարողանա գիտակցել շատ բան, որպեսզի կարողանա այդ հարցերը լուծել, իր կյանքում այդ ճանապարհով անցնել։ Իմ կարծիքով ոչ ոք ներողություն եմ խնդրում բոլոր եկեղեցականներից, ոչ ոք չի կարող ասել ես ներում եմ քո մեղքերը։ Միջև մարդը չգիտակցի ինքը ինչ է գործել ու չցավա դրա համար, իր սրտում չունենա բարձրագույն թրթիռներ մաքրող, նա չի կարող ներվել։ Ներումը մեր ներսում է։ Երբ մենք իրոք դա գիտակցում ենք, ոչ մեկ չի կարող ներել մեզ բացի մեզանից։ Ու եթե մենք գիտակցում ենք, որ դիմացինի հանդեպ ինչ որ վատ բան ենք արել, ու իրոք ցավում ենք դրա համար, անգամ լաց ենք լինում, որ մենք վատ բան ենք արել, մենք սկսում ենք մաքրվել։ Դա շատ կարևոր process է։ Եվ նաև ես իմ սանդերին խորհուրդ եմ տալիս մի շատ հետաքրքիր պրակտիկա։ Եթե կա մեկը, որին դուք ուզում եք ասել, ներ ինձ խնդրում եմ, բայց դու զգում ես, որ դեռ պատրաստ չես գնաս նրա առաջ կանգնես, նայես աչքերին եւ ասես ներ խնդրում եմ, որ ես վատ եմ վերաբերվել քեզ, դու ունենում ես այլ զրույց էներգետիկ պլանում, տալիս ես այդ մարդու անունը եւ ասում ես, խնդրում եմ ներես ինձ, ես շատ եմ զղջում այս արարքի համար, որ ես գործել եմ քո հանդեպ, ես գիտակցում եմ։ Ու երբ որ դու այդ ցավը ապրում ես ու իրոք ցավում ես, որ այդ մարդուն ցավ ես պատճառել եւ ներողություն ես խնդրում, անգամ եթե դու մոլորակի մյուս անկյունում ես, այդ մարդուն քո սերը եւ քո լույսը հասնում է եւ նա գուցե չի լսում այդ բառերը, բայց նա լսում է քո սերը։ Իսկ այդ փուլից հետո նոր գալիս է ինքդ քեզ ներելու փուլը։ Այդ փուլը պետք է անցնես պարտադիր ինքդ քեզ ներելու։ Այո, իհարկե։ Դրանք փուլեր են, որ մարդը անցնում է, ճանապարհ ու նաև հասկանում է, որ մենք ով ենք, որ ինչ որ մեկին ներենք։
ախր մենք ով ենք, որ ինչ որ մեկին ներենք, յուրաքանչյուր մարդ իր գիտակցության չափով է ընկալում։ Իր գիտակցության չափով է գործում եւ երբ որ մենք չարանում ենք, որ դիմացինը մեզ ինչ որ վատ բան է արել, մարդը չգիտակցված է գործում իր բոլոր սխալները, անգամ գողը երբ որ գողություն է անում, նա չգիտակցում ինչ է անում, որ հետո իրենից էլ են գողանալու։ Երբ որ սպանում է, նա չգիտակցում, որ իրեն էլ են սպանելու։ Երբ որ մարդը ավելի կիրթ է լինում հոգեվոր առումով, բնականաբար ավելի քիչ չարագործություններ է գործում իր կյանքում եւ այդ ներման process-ներն էլ ինքնաբերաբար ստացվում է, երբ որ մենք հոգեվոր աճ ենք ունենում մեր կյանքում։ Հոգեվոր ես նկատի չունեմ կրոն։ Հոգեվոր բառի տակ շատերը ենթատեքստում մտածում են, որ ես խոսում եմ կրոնի մասին, բայց ոչ։ Հոգեվորը ամենն է։ Մի կաթիլ ջուրն էլ, որ դու խմում ես կամ մեկին տալիս ես, դրա մեջ էլ հոգևոր լույս կա։ Իմ ու ձեր միջև էլ հիմա հոգևոր լույս կա, որովհետև ես սիրով խոսում եմ, դուք էլ շատ սիրով լսում եք։ Ես զգում եմ ձեր սերը, դուք էլ զգում եք իմ սերը եւ պատրաստակամությունը, որ ես սիրով եկել եմ ձեզ հյուր, իրոք սիրով եկել եմ եւ ուզում եմ ինչ որ լավ բան տամ ձեր միջոցով մարդկանց։ Նարինե, ասացիք, որ մարդիկ չեն գիտակցում, որ իրենք չգիտեմ, գողանում են իրենցից էլ են գողանալու, սպանում են իրենց էլ են սպանելու, բայց տեսեք, հիմա մեզ լսողներից շատերը կասեն, այս մարդը կհիշեն շատ մարդկանց, այս սա արեց, հիմա բոլորից էլ լավ ապրում է, հետնել առողջություն ունի, ամեն ինչ ունի։ Իրականում մենք ոչ մեկս չգիտենք մարդու կյանքում ինչ է կատարվում եւ տեղի ունենում։ Երբեք չես կարող ասել մարդը իրոք լավ է, թե վատ է, եւ երբեք չես կարող ասել, եթե դու գողացել ես, այդ հարվածը որտեղից ես ստանալու։ Ոչ թե պետք է սպասել, որ քեզանից են գողանալու, կարող է չգողանան ուրիշ բան անեն քեզ։ Բայց էներգետիկ առումով այդ պարտքդ պիտի մարես դու։ Յուրաքանչյուր մարդ ունի պարտքեր։ Այո, կարման։ Յուրաքանչյուր մարդ ունի պարտք իր կյանքում, մեկի մոտ պարտքը 1000 դրամ է, մեկի մոտ միլիարդ։ Եվ դա մենք փակում ենք մեր առողջությամբ, մեր տառապանքներով, մեր ցավերով։ Ամենահեշտ պարտքը երևի փողի պարտքն է։ Գոնե կաշխատես կտաս, փողը էլի կաշխատես կտաս, բայց երբ որ վատ բան ես անում, չարագործություն ես անում, չգիտակցված իհարկե, բնականաբար հետո դու հատուցելու ես դրա համար, որpիսի հետո այն որ ասում են խելքդ գլուխդ հավաքես։ Այ խոսեցիք նաև առողջության մասին։ Շատ մարդիկ նաև ես նմանատիպ կարծիքներ եմ լսել եւ նկատել եմ նաև մարդիկ, որոնք իրենց շատ են մեղադրում, շատ են ափսոսում ինչ որ բաների համար, հետո առողջական խնդիրներ են ունենում։ Ես իմ սաներին միշտ ասում եմ, դուք պիտի կարողանաք ձեզ ներել եւ ընդունել այն ինչ եղել է ձեր կյանքում, ինչու՞։ Պատասխանեմ, որովհետեւ օրինակ 5 տարի առաջ դուք ունեցել եք հենց այդպիսի գիտակցություն։ Դուք չեք ունեցել այսօրվա գիտակցությունը եւ հետեւաբար դուք գործել եք ձեր գիտակցության չափով եւ ստացել եք հենց դրա չափով պատասխան։ Այնքան ճիշտ ու արդար է ամեն ինչ։ Ես փոքրուց միշտ մտածում էի, ոնց է որ ամեն ինչ անարդար է, ոնց կարող աշխարհը անարդար լինի։ Բայց հետո այս հոգեվոր ճանապարհով ես հասկացա, որ դիեզերքն արդար է, Աստված արդար է։ Եվ գուցե մարդը մտածում է, ես մարդ չեմ սպանել, ինչի՞ եմ կյանքում այսպիսի բան լինում, վատ ինչ որ բաներ, բայց գուցե ձեռքով չես սպանել, բայց մտքով հազարավոր մարդկանց է սպանել ու վնաս տվել, որովհետև առաջին հերթին մեր կարմական ծրագիրը, այսպես ասած մեր ճակատագիրը կերտվում է մտքի էներգիայով, այն ինչ մենք մտածում ենք։ Հաճախ մեզ թվում է, որ մենք հիմա այս ինչ վատ բաները կմտածենք, կանցնի կգնա, բայց դա չի անցնում, որովհետև մենք աղբը նետում ենք տիեզերք։ Իսկ չէ որ մենք պատասխան ենք տալու այդ նետած աղբի համար։ Երբ որ աղբը նետում ենք փողոց, բանանի կեղև ենք նետում, կոնֆետի թղթեր ենք նետում, մարդիկ գալիս են, աշխատավարձ են ստանում դրա համար, ավլում են այդ փողոցները։ Բայց երբ որ մենք մեր վատ մտքերը, այդ նեգատիվը նետում ենք ոլորտ, նետում ենք տիեզերք, մենք ենք հավաքելու։ Ոչ մեկ չի հավաքել, այնտեղ հավաքարարներ չկան։ Մենք նետել ենք, մենք էլ պատասխան ենք տալի դրա համար։ Այսինքն ցանկացած միտք, հետո ինչ որ ձևով մեզ է վերադառնում։ Այո, իհարկե, միանշանակ։ Շատերը վախենալի են։ Դա վախենալու չի, դա հրաշալի է, որովհետև դա մարդկանց տալիս է հնարավորություն վերանայելու կյանքի արժեքները, փորձելու ավելի գիտակցված ապրել եւ փորձելու հասկանալու ի վերջո ինչ բան է միտքը։ Ինչ բան է միտքը, ինչ զորավոր է միտքը։
այնտեղ մի հարց տվեցիք, ներողություն եմ խնդրում, ես ուզում եմ այդ հարցին անպայման անդրադառնալ մեդիտացիա փողի համար, մեդիտացիա զույգը գտնելու համար, հա, շատ կարևոր կետ էր, որ ես բաց թողեցի, ուզում եմ հավելեմ, մեդիտացիան ինչ որ բանի համար չի կարող լինել նպատակային։ Այսօր շատ այդպիսի կուրսեր կան, ով որ չի գտնում իր զույգին, աչքերը փակում է եւ պատկերացնում է, որ ասպետը ձիով գալիս է։ Դու եթե արժանացել ես քո կարմիական ծրագրով այդ ասպետին, դու կունենաս այդ ասպետին։ Եթե ոչ, ուրեմն ոչ, եթե կա ճանապարհ անցնելու, ուրեմն դու պիտի անցնես այդ ճանապարհը։ Մեդիտացիան միջոց չի։ Այդ նույն բանն է, երբ որ մոմ ենք վառում, Աստծուց բան ենք խնդրում։ Դա նշանակում է առևտրային ինչ որ հարաբերություն Աստծո հետ, դա իմ կարծիքն է, ներողություն եմ խնդրում, եթե հակասում է շատ մարդկանց կարծիքի։ Ես որ մոմ եմ վառում, ասում եմ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ես քայլում եմ, որ ես կամ, որ ես եկել հասել եմ այստեղ։ Ինչի արժանի եմ, դա էլ ունեմ։ Ինձ 1000 դրամ է պետք, 1000 դրամի եմ արժանացել, այդքան եմ վաստակել, ուրեմն դա է իմ բաժինը, մի կտոր հաց ունեմ, դա է իմ բաժինը, ես շնորհակալ եմ, այսքան ջուր ունեմ խմելու, ես էլի շնորհակալ եմ այս ջրի համար, ոչ ջուր եմ խնդրում, ոչ հաց եմ խնդրում, ոչինչ, միայն լույսի ճանապարհ եւ ուժ, որպեսզի ես կարողանամ Աստծունի մեջ ավելի շատ բացահայտեմ։ Թերևս դա է խնդրանքը, բայց մարդը գնում է, խնդրում է մեքենա եմ ուզում, տուն եմ ուզում, Աստված քեզ տվել է ճանապարհ Հանձինս Հիսուս Քրիստոս ուսուցչի տվել է բարձրագույն անթերի իդեալական մի ուսմունք, ու եթե դու այդ ուսմունքի 10% անգամ գիտակցում ես եւ կատարում ես, դու լավ ես լինելու։ Եվ քեզ տրվելու է, ամեն ինչ է տրվելու, սեր, առողջություն, սերը միայն հակառակ ներկայացուցիչի մասին չեմ խոսում։ Իմ հաջորդ հարցն է գալիս։ Այո, որովհետև մարդիկ հաճախ սերը մտածում են, որ միայն վերաբերում է կին ու տղամարդ փոխհարաբերություններին, գարուն է եկել, ծաղիկ ես տեսել, սեր ես ապրում, սեր ես զգում, քո կենդանիների հանդեպ ես սեր զգում, ուղղակի փողոցում անցնող մարդիկ քեզ ժպտում են, դու սեր ես զգում, այդ սիրո զգացումն էլ է մարդուն բուժում։ Բայց եթե դու ինքդ քեզ չսիրես եւ չընդունես, դու կարող ես սիրել գարունը, կարող ես սիրել բնությունը, դիմացինիդ։ Դե հենց դա է ամենակարևորը։ Սիրեք ձեզ ոչ էգոիստաբար։ Ինքս ինձ սիրել նշանակում է, որ ես ուզում եմ դառնալ այնպիսի մարդ, որ երբեք ոչ մեկի նեղություն չտամ, երբեք ոչ մեկի վատ բան չանեմ, ու երբ որ դու քեզ սիրում ես, դու սկսում ես հոգ տանել նրա մասին, որ դու զարգանաս, որ աշխարհը երջանիկ լինի քո գոյությամբ, որ դու քո գոյությամբ չփչացնես ոչինչ, դա է քո հանդեպ սերը, ոչ թե օծանելիքը թանկարժեք ցանենք, մազերը սարքենք, դա էլ է շատ լավ։ Ես էսթետիկ մարդ եմ եւ ընդունում եմ էսթետիկան, հրաշալի է, որ մարդը հոգ է տանում իր գեղեցկության մասին, բայց ներքին գեղեցկությունը իմ կարծիքով ամենակարևորն է եւ այդտեղից է պետք սկսել, ու նաեւ ինքդ քո հանդեպ սիրուց, երբ ես ուզում եմ դառնալ ավելի լավը, դա է իմ հանդեպ սերը։ Այդ լույսը, որ ասացիք, մարդը պետք է անցնի ճանապարհ եւ գա ներքին լույսի։ Դա հենց սերն է քո հանդեպ։ Այո, հենց այդտեղից է սկսում, ես կարծում եմ։ Ու սերը քո հանդեպ, որովհետև երբ որ գալիս հասնում ես այն կետին, որ զգում ես Աստված երկնքում չի ապրում, այլ քո սրտում է, դու սկսում ես քեզ սիրել։ Որովհետև մարդը միշտ պատկերացնում է, որ փոքր էի, պատկերացնում է, որ տատիկս հավատացյալ էր եւ իմ մեջ շատ սեր է մտցրել Աստված, իմ տատիկից է նաեւ սկսել շատ բաներ, ասում էր այնտեղ պապիկը նստած սպիտակ շորերով, մարդիկ կան, որ իրենք արդեն մեծացել են, բայց իրենք պատկերացնում են, որ այնտեղ պապիկ է նստած սպիտակ շորերով, բայց այդ լույսը քո սրտում է ապրում, քո հոգում է ապրում, քո ընկալումների մեջ, այդքանը թերևս։ Վերջերս ձեր խոսքից հիշեցի, մի միտք եմ լսել, որ Աստված աշխարհը տեսնում է մեր աչքերով, տեսնում է, թե ինքը ինչ ձևի աշխարհ է ստեղծել, երբ որ մենք այդ աշխարհը սիրում ենք, երբ որ մենք տեսնում ենք այդ բնությունը, տեսնում ենք, թե մեզ ինչ կյանք է տված, գնահատում ենք այն, որ մենք արթնացել ենք, որ շնչում ենք, որ մեր հարազատները առողջ են, որ մենք առողջ ենք, Աստված տեսնում է ու գոհ է ինքը իր ստեղծած աշխարհից։ Ես լիովին համամիտ եմ ձեզ հետ։ Գիտեք, տարբեր կարող են լինելու մեկնաբանությունները։ Աստծո հետ կապված գաղափարը այնքան լայն է, այնքան գլոբալ է, որ շատ տարբեր ձևերով կարելի է մեկնաբանել։ Աստված սիրո ու գեղեցիկի մասին է ի վերջո։ Եվ նաև Աստված մեզ արարել է իր կերպարանքով, չէ՞։ Եվ մեր մեջ դրել է իր խիզախությունը, իր սերը, իր լայնամասշտաբ ներողամտությունը, ամեն ինչը, այնինչ կա այնտեղ,
կա մեր մեջ։ Ուղղակի մենք պիտի դա արտնացնենք, գտնենք նախ ու հետո արտնացնենք մեր ներսում։ Բայց մեր ներսում ավելի շատ չեն գերակշռում վախերը։ Այո, որովհետև շատ տարբեր են վախերի պատճառները։ Կան վախեր, որ մենք ձեռք ենք բերել այս կյանքի ընթացքում մանկությունից, կան որ բերել ենք նախորդ կյանքերից, իհարկե ես պատկերացնում եմ նախորդ կյանքերի արտահայտությունից շատ մարդիկ բարկանում են ոնց թե նախորդ կյանք չկա եւ այլն, ես հավատում եմ, որ կա, որովհետև հոգին անմահ է ի վերջո, հոգին չի մահանում եւ այդ հոգին գործում է անընդհատ եւ այդ վախերը մենք կարող ենք բերել նաեւ մեր անցած կյանքերից, օրինակ մարդ կա, որ ինքը վախենում է բարձրությունից, բայց ինքը չի հասկանում ինչի է հենց բարձրությունից վախենում, որտեղից է այդ վախը գալիս, կամ մարդ կա, որ վախենում է շնից, հենց շնից, բայց ինչի ոչ կատվից, կամ մյուս մարդը շնից չի վախենում, հենց դու ես վախենում, կան արմատական պատճառներ եւ այդ վախերը հաղթահարելու իհարկե նաեւ ճանապարհներ, հոգեվոր պրակտիկաներ, տարբեր շնչառական պրակտիկաներ, տարբեր լեկցիաներ, սեմինարներ, մարդը ի վերջո պետք է լսի գիտելիք ստանա, որպեսզի կարողանա ինքը իր հետ աշխատի, որովհետեւ երբ որ ուղղակի մարդուն ասում ես հավատա, վերևում կա ամեն ինչ, մարդը մտածում է ոնց կա, բա որ ես վախենում եմ, բա ինչի՞ ես վախենում, եթե կա։ Իսկ գուցե այդ դեպքում հավատը չկա կամ հավատն է քիչ։ Հավատը իհարկե քիչ է, բայց հավատն էլ շատ հարաբերական երևույթ է, յուրաքանչյուր մարդ նայած թե ինչի է հավատում, բայց միևնույնն է հրաշալի երևույթ է հավատը, որովհետև առանց հավատի մենք չենք կարող ապրել։ Եվ ով ինչի եւ ում հավատում է, նա ներկայացնում է իր հոգին։ Ես հավատում եմ Քրիստոս ուսուցչին, օրինակ, Քրիստոս ուսուցչին սիրում եմ, հավատում եմ, ես ներկայացնում եմ ինձ իմ հոգին, ես ճանաչում եմ նաեւ դրանով իմ հոգին։ Մարդկա սատանիստ է, չէ՞։ Սիրում է այդ ճանապարհը։ Սիրում է սատանայական ինչ-որ երևույթներ։ Դա էլ իր ճանապարհն է։ Ես էլի գնահատական չեմ տալիս լավ կամ վատ, որովհետեւ երբ որ մարդը ընկած է փոսի մեջ, ոչ թե նրան պետք է մտրակել, ծեծել, ասել դու սատանա ես, դու սատանիստ ես, այլ նրան պետք է սեր տալ ավելի շատ, քան մնացած բոլոր մարդկանց։ Ես դա վստահ կարող եմ ասել, որովհետև եղել են իմ կյանքում դեպքեր, մարդիկ, որ այդ վատսական թրթիռների մեջ են եղել, բայց ես հասկացել եմ ինչքան շատ է այդ մարդկանց կյանքում պակասում սերը։ Մյուսների կյանքում կա, բայց իրենց կյանքում անգամներով ավելի քիչ է։ Բայց այդ դեպքում ինչպես օրինակ եթե հարազատը ագրեսիա է ապրում, անիմաստ տեղի ջղայնանում է, մեղադրում է աշխարհին, ոնց օգնենք, ոնց մենք չկոտրվենք եւ չդառնանք իր նման իր հետ հարաբերություններում։ Իմ օրինակով ասեմ։ Առողջ ապրելակերպի այս թեմաներով շատ երկար տարիներ առաջ ես մտածում էի, որ ես պիտի պարտադրեմ իմ երեխաները, որ կանաչիներ ուտեն, այսպես պիտի անեն, ու ես բարկանում էի, որ իրենք իրենց վատ էին պահում, որ սխալ բաներ էին։ Խոսքը դեռ վերաբերում է միայն ուտելիքին։ Արդեն ես ասեմ դուք գլոբալ պատկերացրեք, բայց հետո մի գեղեցիկ օր եկա հանգեցի այն կետին, դա երջանիկ օր էր ինձ համար, որ ես հասկացա, որ ես պիտի բաց թողեմ մարդկանց։ Անկամ եթե դա իմ հայրն է, իմ սրբությունները, իմ մայրն է, իմ սրբություններն են իրենք, ես չեմ կարող նրանց փոխել։ Ես չեմ կարող ոչինչ անել նրանց համար, ես կարող եմ նրանց սիրել, ես կարող եմ նրանց համար աղոթել, բայց յուրաքանչյուր մարդ ինքն է գալիս իր տառապանքի ճանապարհով, լաց լինելով, ընկնելով, վեր կենալով, մարդկա ինքը 10 հատ վիրահատություն պիտի տանի, նոր հասկանա, որ օրը 2 լիտր ջուր պիտի խմի, եւ առավոտյան էլ այդ ջրի գավաթը վերցնի, ասի Տեր, շնորհակալ եմ, որ ես ունեմ այս ջուրը, ու ինքը բժշկվի լավանա։ Մարդկա որ 10 հատ վիրահատություն պիտի անի, որ հասկանա, որ տապակած ուտելիք պետք չի ուտել, որ գիշերը ժամը 6-ից երեկոյան 6-ից հետո պետք չի ուտել։ Ու ոչ թե պետք է մեղադրել այդ մարդուն, կարեկցանք ես զգում, իհարկե, ցավում է քո ներսը, որ քո հարազատը դու լավ բան գիտես, ուզում ես կիսես այդ լավ բանը քո հարազատի հետ, բայց քո հարազատը դա չի ընկալում, չի հասկանում։ Ուրեմն ես դաժան մարդ չեմ։ Նա պիտի դա տառապանքի ճանապարհով անցնի, իր մաշկի վրա զգալով ցավը, անցնի այդ ճանապարհը եւ գա հանգի իր ճշմարտությանը, որին ինքը հասել է։ Վերջերս ձեր գրառումներից մեկում նշել եք, որ շատ գնացեք գյուղ, շատ գնացեք անտառ եւ շատ կերեք գյուղական մթերքներ։ Այո։ Այսինքն մարդը ի վերջո պետք է գնա ու վերադառնա դեպի բնություն։ Այո, որովհետև այսօր մենք մեկ ասում են, Անե ջան, այդքան որ այդ բիբարն ու բادرջանը գովազդում ես, ասում ես կերեք, ախր ամբողջը նիտրատներ են, ժողովուրդ ջան, բան չունեմ ասելու։
ընտրում ենք չարիքներից փոքրագույնը։ Մաքուր ուտելիք շատ դժվար է գտնել այս երկիր մոլորակի վրա արդեն։ Ամեն ինչն էլ գեն մոդիֆիկացված է, ամեն ինչն էլ նիտրատներով են, բայց ես նախընտրում եմ գնումներ կատարել, օրինակ այն ծուրմուր վարունգները, այն ոչ սիմետրիկ խնձորները, որ գյուղացիները իրանց այգուց հավաքում են, բայց էլի իդեալական չի։ Կապիտի այդ ոնց են ասում, սերսկեն չէ, ինչ որ նիտրատներ, ինչ որ կան, պարզապես պետք է փորձենք հնարավորինս, ինչքան հնարավոր է, այո, բնությանը մոտ լինենք, որովհետև բնությունն է մեզ բժշկում ի վերջո։ Ասում եմ, ժողովուրդ ջան, նեխուրի հյութ խմեք, շատ օգտակար է նեխուրի հյութը, հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն մաշկային խնդիրներ, մաշկի վրա ֆանտաստիկ հրաշալի ազդեցություն է ունենում նեխուրի հյութը։ Ասում են, ախր ամբողջ մեջը նիտրատ է։ Եթե ամբողջ նիտրատ լիներ, այսքան մարդիկ, որ հաճախում են նույն սատվայու գաստուձը ու խմում են այդ հյութերը, իրանք չէին բժշկվի։ Չէ՞ որ փաստ է դա։ Փաստ է, որ մարդիկ շտկելով սննդակարգը, օգտագործելով բազուկ, կաղամբ, գազար եւ այլն, ավելի լավ են իրեն զգում։ Ես կոչ չեմ անում մարդկանց դառնալ բուսակերներ։ Բուսակերությունն էլ է ընտրության ճանապարհ։ Հոգու ու սրտի ընտրություն է դա։ Մարդ կա, որ ինքը ընտրում է բուսակերության ճանապարհը, դա ճիշտ է իր համար, մարդ կա, որ չի ընտրում այդ ճանապարհը, դա ճիշտ է իր համար։ Որովհետև ի վերջո մարդիկ կան, որ չեն կարող առանց մսի, իրենց կյանքը չեն պատկերացնում, ուրեմն իրենց դեռ պետք չի անցնել բուսակերության։ Դա պետք է լինի ինքնաբերաբար։ Այնպես ինչպես ծնվում է երեխան։ Երեխան մորարգանդում ապրում է 9 ամիս, հասունանում է, դառնում է մարդ լիարժեք, նոր ծնվում է։ Նույնը եւ մեր կյանքի որոշակի գաղափարներ։ Պիտի մեր ներսում ինչ-որ բան հասունանա, որ գանք հանգենք այդ կետին, որ ծնվի երեխան, այդ ճշմարտությունը մեզ համար։ Բայց սննդաբանները ասում են, որ պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը, մարդուն պետք է եւ ամեն ինչ, հա, ամեն ինչը իր չափաբաժնով, բայց ամեն ինչ պետք է մարդուն։ Վերջը ամեն ինչ ուտելն էլ է հարաբերական, այդ ամեն ինչի տակ կարելի է հասկանալ չիփս, գազավորված ըմպելիք, թխվածքաբլիթներ 6 տարվա ժամկետով թղթերի մեջ փաթեթավորված եւ կարելի է հասկանալ ամեն ինչ։ Ինչ վերաբերում է բուսակերությանը, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հոգի, յուրաքանչյուր մարդ ինքը պետք է գա հասնի այդ կետին, որ ինքը զգա, որ ինքը ուզում է կամ չի ուզում։ Ճիշտը դա է իմ կարծիքով, եւ եթե իմ թրթիռները այն մակարդակի վրա են գտնվում, որ ես չեմ կարող տանել, օրինակ, իմ օրգանիզմը չի կարող տանել մսամթերք այլևս, ես դա չեմ օգտագործում։ Բայց եթե մարդու համար ճիշտ է դա եւ ինքը իրեն լավ է զգում, ուրեմն ինքը դա դեռ պետք է օգտագործի։ Ես հարցերին այդպես եմ, ժամանակ է եղել, որ շատ խիստ եմ վերաբերվել, շատ բաների ես էլ եմ աճում ամեն օր ինչպես դուք, ինչպես յուրաքանչյուր մարդ, չէ՞ որ բոլորս մեր վրա աշխատում ենք ամեն օր, փորձում ենք շտկել մեր սխալները, փորձում ենք ներհայել, տեսնել մեր իրական ներսը, մեր իրական ձգտումները, ցանկությունները։ Եվ ես եկա հասա այդ կետին, որ ամեն ինչն է ճիշտ։ Ամեն ինչն է ճիշտ եւ ունեմ հրաշալի ընկերներ եւ գինի են խմում եւ միս են ուտում։ Ես իրենց շատ եմ սիրում, որովհետեւ մարդը կարող է լինել բուսակեր, բայց շատ բացասական էներգիա գեներացնել իր մեջ, բայց կարող է լինել մսակեր, բայց աշխարհի ամենահրաշալի մարդը լինել։ Այնպես որ դա էլ ապրելակերպ է, ընտրություն է, պարզապես երբ որ մի քիչ ավելի հետևողական ենք լինում, ավելի լավ կանոնների ենք հետևում, մեզ ավելի լավ ենք զգում ի վերջո։ Իսկ ամեն ինչ ուտելը էլի եմ կրկնում, դա հարաբերական է։ Օրինակ ինձ համար թխվածքաբլիթը ուտելու համար չի։ Թխվածքաբլիթը եթե Աստված արարեր մեզ համար, ծառի վրա կաճեին այդ թխվածքաբլիթներից, մենք կգնայինք, կհասներ, կպոկեինք, կուտեինք։ Ծառի վրա աճում է ծիրան, ծիրանը հետո դառնում է չիր, անգամ որ ընկնում է գետին էլի ուտելու համար է։ Այսինքն չիր վիճակում ինքը բնականաբար օգտակար է։ Այդ բնության մասին եմ ես խոսում, այդ բնականության։ Նարինե, դրսի մասնագետներին երբ որ լսում եմ, շատ հաճախ հանդիպող միտք է, որ մարդը երբ որ ֆիզիկապես ինչ որ խնդիր է ունենում, չգիտեմ, հիվանդություն կլինի դեմքին, կորյակներ, հա, ինչ որ բաներ կլինեն, ուրեմն ինքը ներքին խնդիր ունի, պետք է գնա ներսը բուժի, որպեսզի դա անցնի։ Ես համամիտ եմ, միանշանակ այդպես է, ես էլ եմ այդպես կարծում, որովհետև եթե խոսքը վերաբերվում է մաշկային խնդիրներին, իհարկե տարբեր պատճառներ կարող են լինել, բայց պատճառներից ամենամեծը մեր աղիների անմաքուր վիճակն է, մեր լյարդի ֆունկցիայի խանգարումն է։ Այսինքն, այո, եթե մենք մաքրում ենք մեր օրգանիզմը, շատ մարդիկ սկսում են փոխել իրենց ապրելակերպը, սուրճը հանում են, թխվածքները հանում են, տապակած ուտելիքները հանում են, այդ սպիտակ ալյուրը գլուտենը, այդ ամեն
ջահանում են, հետո զգում են, որ իրենց մաշկի որակը իրակ լավացել է, իրականում լավանում է։ Այո, ինչքան էլ մենք թանկարժեք կրեմներ քսենք մեր մաշկին, մեր մաշկը չի կարող առողջ լինել, եթե մենք վատ ենք սնվում։ Ես նաև առողջության մասին էի խոսում եւ էմոցիաների մասին։ Սննդակարգ։ Ահա, ես հասկացա։ Միանշանակ ես համամիտ եմ, որովհետեւ բոլոր բացասական էմոցիաները, անգամ վախերը կարող են ազդեցություն ունենալ մեր մաշկի վրա, մեր բոլոր օրգանների վրա, մենք հաղորդման սկզբում հենց խոսեցինք դրա մասին։ Օրինակ, երբ որ մարդը քեն պահող մարդիկ կան, չէ, վնասվում են իրենց երիկամները։ Հետաքրքիր է։ Երբ որ մենք նախանձում ենք, երբ որ մենք չարանում ենք, վնասվում են մեր անոթները, սեղմվում են մեր անոթները, տարբեր, այսինքն իհարկե կան նաև գենետիկ մուտացիաներ, դա բոլորովին այլ թեմա է, այնպես չէ՞ որ 100%-անոց մարդուն պետք է ասես, այ դու նախանձես, դրա համար քո աչքերը լավ չեն տեսնում, օրինակ, հա միանշանակ չի ամեն ինչը, այո, դա նշանակություն ունի, բայց ի վերջո հնարավոր է որ մայրիկն ունի խնդիր գենետիկ, հայրիկն ունի խնդիր եւ տվյալ անձը ունի խնդիր, ու եթե մենք ունենում ենք մեր կյանքում խնդիրներ, ինչ որ հիվանդություններ, որոնցից չեն կարողանում ազատագրվել, որովհետև դրանք գենետիկ բնույթ են կրում, հրաշալի է, երբ որ դու գիտակցում ես, որ դու պիտի հաշտվես այդ խնդրի հետ, որ այդ խնդիրը չի եկել քեզ սպանի, այդ խնդիրը եկել է քեզ փրկի, եկել է որ դու աճես, ավելի բարձրանաս, ավելի հոգաս քո առողջության մասին, եւ որպես մարմին, եւ որպես հոգի ավելի լավը դառնաս։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք գտնվում են իրենց կյանքի ճանապարհի դժվար этаպում։ Ովքեր գտնվում են իրենց կյանքի դժվար этаպում, ես շատ լավատես մարդ եմ եւ խորհուրդ եմ տալիս պայքարել, չվախենալ, չնահանջել եւ իմանալ, որ ամեն Աստծո օրը, որ մեզ տրվում է, ամենամեծ ու ամենաչքնախ հնարավորությունն է մեր կյանքում իրականում։ Ամեն լուսաբացը, պատկերացնում եք մի ամբողջ օր, մի ամբողջ օրը դա նվեր է, պատկերացնում եք դա ինչ էր արժեքը։ Ես առաջին անգամ որ ես դա գիտակցեցի, մտածում եմ Աստված իմ, ինչքան կարևոր ու մեծ բան է ինձ տվել այս մեկ օրը։ Եվ ես սկսեցի իմ ժամանակ ավելի ճիշտ օգտագործել։ Այն 5 րոպեն էլ ես թանկ եմ համարում, որովհետև թանկ է մեր ժամանակը։ Պայքարեք, չհուսահատվեք եւ գնացեք առ Աստված, առ լույս։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, շատ հաճելի էր։ Ինձ նույնպես։ Հիշեցնեմ այսօր կյանքի ճանապարհին յոգայի ուսուցիչ Նարինե Բաղդասարյանն էր։ Բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ելում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։